Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Regencell Bioscience ընկերությունը, կենսաբժշկական հետազոտությունների և կենսատեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 142%-ով։ Հաջորդը բլոկչեյն տեխնոլոգիաների և թվային արժույթների ոլորտում գործող Circle Internet ընկերությունն է 79.9% աճով։ Եռյակը եզրափակում է թվային արժույթների առևտրային հարթակ և կրիպտոակտիվների կառավարում առաջարկող Coinbase Global ընկերությունը 27% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է First Solar ընկերությունը։ Արևային վահանակների և վերականգնվող էներգիայի լուծումների առաջատար արտադրողի բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 17.2%-ով։ Հաջորդը ֆինտեխ ծառայություններ և թվային բանկային հարթակ տրամադրող Chime Financial ընկերությունն է 15.1% անկումով։ Եռյակը եզրափակում է բջջային խաղերի և մարքեթինգային տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող AppLovin Corporation-ը 19% անկումով։ Ամերիկյան ֆոնդային շուկան նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը անկումով է փակել, իսկ ամբողջ շաբաթվա կտրվածքով խառը արդյունքներ են գրանցվել։ S&P 500-ը շաբաթվա ընթացքում նվազել է 0.2%-ով։ NASDAQ-ը շաբաթվա սկզբին գրանցած աճի շնորհիվ կարողացել է շաբաթը ամփոփել 0.2% աճով։ Dow Jones-ը գրեթե անփոփոխ է մնացել։ Շուկաների անկումը գրանցվել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացման ֆոնին, ինչը զգուշավորություն է առաջացրել ներդրողների շրջանում։ Apricot Capital-ը հայտարարել է, որ ուժի մեջ են մտել իր նոր ավելի մատչելի սակագները։ Apricot Capital-ի հավելվածով ամերիկյան շուկայից բաժնետոմսեր և ETF-ներ գնելիս նվազագույն միջնորդավճարը $1 է, իսկ հավելվածով հասանելի եվրոպական շուկաների դեպքում գործում է 1 եվրոյից սկսած միջնորդավճար։ Այս սակագինը կգործի ամերիկյան շուկայում մեկ գործարքի շրջանակում մինչև 50 արժեթուղթ գնելիս, իսկ 50-ից ավելի արժեթուղթ գնելիս յուրաքանչյուր արժեթղթի համար կգանձվի 0.2 $100 միջնորդավճար։ Իրանին Միացյալ Նահանգների հասցրած հարվածներից հետո, երբ Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցը փակելու պլանների մասին, նավթի համաշխարհային գները սկսել են աճել։ Երկուշաբթի առավոտյան Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 1.53%-ով, իսկ WTI-ը 1.48%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ երկարաժամկետ լարվածության դեպքում սպասվում է նավթի գների հետագա աճ։ Երկուշաբթի ամերիկյան դոլարը ամրապնդվել է եվրոյի և մի շարք ասիական արժույթների նկատմամբ։ Իսրայելի և Իրանի միջև սրվող հակամարտության ֆոնին ներդրողները սկսել են դուրս բերել միջոցները ամերիկյան ներդրումային ֆոնդերից։ Հունիսի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում ամերիկյան բաժնետոմսերի ֆոնդերից դուրս է բերվել 18.43 միլիարդ դոլար։ Ոլորտային ֆոնդերը սակայն գրանցել են ներդրումային հետաքրքրության աճ։ Ներհոսքը կազմել է $855 միլիոն։ Ամենապահանջվածը եղել են տեխնոլոգիական հատվածի ֆոնդերը 1.85 միլիարդ դոլար և արդյունաբերական հատվածինը $445 միլիոն հոսքով։ Միաժամանակ ֆինանսական հատվածը կրել է զգալի կորուստ 1.22 միլիարդ դոլարի արտահոսք։ Ամերիկյան պարտատոմսային ֆոնդերը արձանագրել են հետաքրքրության թուլացում, ներհոսքը նվազել է հասնելով 279 միլիարդ դոլարի, ինչը վերջին 7 շաբաթների նվազագույնն է, սակայն հիփոթեկային ֆոնդերը գրանցել են 5 շաբաթյա առավելագույն ներհոսք $566 միլիոն։ Դրամական շուկայի ֆոնդերը արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ գրանցում են արտահոսք, այս անգամ 7.75 միլիարդ դոլարի չափով։ Ընդհանուր անորոշության ֆոնին բիթքոյնի գինը կտրուկ ընկել է ավելի քան 4%-ով։ Երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթը Ethereum-ը կրել է ավելի մեծ կորուստ, նվազելով 8.5%-ով։ Վերլուծաբանները այս անկումը կապում են Մերձավոր Արևելքում աճող լարվածության և ներդրողների ռիսկային ակտիվներից դեպի ավելի ավանդական ակտիվներ անցնելու հետ։ 2025 թվականի հունիսի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 միլիարդ դրամի պետական պարտատոմս։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 95.7 դրամ, եկամտաբերությունը 7.7%։ Միացյալ Նահանգներում կրկին ակտիվացել են հնարավոր ռեցեսիայի մասին խոսակցությունները։ Conference Board-ի զեկույցի համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին նվազել է 0.1%-ով, հասնելով 99 կետային մակարդակի։ Սա արդեն 6-րդ անընդմեջ ամսական անկումն է, ինչը վկայում է տնտեսության ակտիվության թուլացման մասին։ Ըստ վերլուծության հիմնական ճնշող
գործոններն են սպառողների շրջանում աճող հեռատեսությունը, արդյունաբերության մեջ նոր պատվերների կրճատումը, գործազրկության նպաստի դիմումների աճը եւ շինարարական թույլտվությունների նվազումը։ Միաժամանակ ֆոնդային շուկայի աճը մայիսին, որը պայմանավորված էր Թրամփի վարչակազմի որոշ մաքսատուրքերի մասնակի չեղարկմամբ, որոշ չափով մեղմել է ընդհանուր անկումը։ Չնայած դրան փորձագետները լիարժեք անկում չեն կանխատեսում, բայց ակնկալում են, որ 2025 թվականին տնտեսության աճը զգալիորեն կդանդաղի։ Ըստ գնահատականների ԱՄՆ իրական ՀՆԱ-ն կաճի ընդամենը 1.6%-ով, իսկ մաքսատուրքերի ճնշումը կարող է 2026 թվականին բերել տնտեսական աճի հետագա թուլացման։ ԱՄՆ դաշնային պաուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ 4.25-ից 4.5%-ի միջակայքում, սակայն զգուշացրել է, որ 2025 թվականին տոկոսադրույքի նվազեցման հնարավորությունը մնում է անորոշ, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի սահմանած նոր մաքսատուրքերի հետ կապված ռիսկերը եւ ազդեցությունը։ Դաշնային պաուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին գնաճը կարող է զգալիորեն ավելանալ, քանի որ նոր մաքսատուրքերը ի վերջո կծանրաբեռնեն սպառողներին։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։